ես շատ խիստ մեղեդի իմ պատկերացնես եւ մի քիչ ավելի սուր եւ ազատատենչ։ Եթե Հադրութը մեղեդի լիներ, հենց այսպիսին կլիներ։ Դի մեղեդի ես պատկերացնես Հադրութի մասին։ Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանի համար։ Նա առաջին հայ կոմպոզիտորն է, որ արժանացել է Էրնստ ֆոն Սիեմենսի կոմպոզիտորական մրցանակին։ Շատ մեծ մրցանակ եմ ստացել, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Սա պարզապես մրցանակ ստանալ չէ։ Սա նշանակում է, որ կոմպոզիտորը ճանաչվել է ոչ միայն իր ստեղծագործություններով, այլ մտածողությամբ, մշակույթ ձևավորող ուժով։ Մրցանակին արժանացած արվեստագետը դառնում է համաշխարհային մշակույթի պատմության մաս, որպես ժառանգություն ստեղծող։ Արվեստը ապրող բան է, եթե ես այսօր եթե չկա ժամանակակից կոմպոզիտոր, մենք վաղը չէ մյուս օրը կկորցնենք այդ հասանելիությունը նաև դասական երաժշտությանը, որովհետև վերջո այն ինչով ես զբաղվում եմ, դրանով զբաղվել է թե բոլոր դասական կոմպոզիտորները, այդ թվում թե Բեթհովեն, թե Մոցարտ, այսինքն սա բնական օրգանիկ շարունակություն է։ Հադրութեցի 32-ամյա կոմպոզիտորը մի քանի անգամ հրավեր է ստացել մրցույթին մասնակցելու համար, բայց խնդրել է հետաձգել, կարծելով երաժշտական լեզուն ու մասնագիտական հմտությունները դեռ հարթակին արժանի չեն։ Քրտնաջան աշխատել ու 2026 թվականին արդեն մրցանակակիր է դարձել։ Վստահ չէի զգում, որ եթե հանկարծ այսպիսի հանրային պլատֆորմի վրա ես հայտնվեմ, ինչպիսին է, այսինքն հաջողության դեպքում եթե ես ստանայի, ես վախ ունեի, որ ես կկոտրվեմ այս հանրային ալիքին ու չեմ կարողանա իմ երաժշտական գաղափարները իրագործել, որտեղ ես զգում էի, որ ես ունեմ երաժշտական մտքեր, որոնք դեռ չեն իրագործվել։ Աշխարհի գերտերություններից, զարգացող ու զարգացած երկրներից էին արվեստագետներ հրավիրվել։ Մրցանակին արժանացել են 3-ը, մեկը Ավստրալիայից, մեկն Անգլիայից, մյուսը չճանաչված ու բռնազավթված Արցախի Հադրութից։ Ավելի ցավալի բան իմ կյանքի մեջ ես չէի կարող պատկերացնել։ Հովիկը Հադրութի երաժշտական դպրոցում սովորել է 4 տարի, այնուհետև սովորել է Ստեփանակերտի դպրոցում ու երաժշտական քոլեջին կից գիմնազիայում։ Այնտեղ թավջութակ նվագել է սովորել։ 2010 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում է սովորել։ Գերմանիայում է 2018 թվականից։ 44-օրյա պատերազմից 2 ամիս առաջ էր հայրենի Հադրութ եկել, եւ դա վերջին այցն էր։ Հովիկի ստեղծագործությունում Հադրութը կա, ստեղծած կոմպոզիցիաներով։ Լինել ուժեղ, համբերել ու սիրել։ Նման մրցանակի արժանացած առաջին հայ կոմպոզիտորի ուղերձներն են, որ նախ զգում է, հետո փոխանցում երաժշտությամբ։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։